Որ գալիս էր դատարան ինչի էր այդքան ուրախ ժպտերես, ասում եմ, բա ո՞նց պետք է գայի, ուրիշ այդքան ժամանակ մարդ չէի տեսել։ Փոխել, վերացնել, վերջինիս նկատմամբ որպես խափան միջոց կիրառել վարչական հսկողությունը։ Հա, բայց իրականում, որ ասեմ, մենք այնտեղ ճնշված ենք եղել բանտում չէ, այսինքն երբ որ դու գիտես ինչի համար են քեզ տարել, դու հանցագործ չես, սա քեզ ուժեղ ես էլի զգում ու հաստատ խնդիր չունես, մանավանդ այդքան հարազատ մարդ էինք տեսնում, ասենք ոնց կարող է չուրախանաս էլի, շատ լավ է եղել վերաբերմունքը, եւ կալանավորներն էին ինձ շատ լավ վերաբերվում եւ դատապարտյալները շատ ուրախացել են իմ ազատ արձակումով, իմ խցակիցը, ում հետ որ ես ապրել եմ, ասում է գնացի մտախոց դրսից է մտել ներս, զանգելուց ա եղել, ինչ ա եղել, չեմ հիշում, մի խոսքով ասում է մտա ներս, ասում է մեկ էլ ներքևից մեկը գոռում է լուս, Լիդիային ազատեցին, բայց այս խանգարում էր, չէ։ Խցակիսս այդ պահին հեռուստացույց նայելուց չի եղել, ասում է մեկ էլ ներքևից Պիխասը գոռում է, ասում է լուս, աչքդ լուս, ասում եմ ինչ ա եղել, ինչի աչքս լուս, Լիդիային ազատ արձակեցին, ասում է ոնց իմացար, բա հեռուստացույցով նոր ասեցին եւ աշխատողներն են շատ ուրախացած եղել եւ կալանավորները եւ դատապարտյալները, ասում է բոլորը մաղարի չէին։ Մականուն ձեզ։ Մականուն չեմ ունեցել, բայց երբ որ իմ խցից մեկը կար ում ազատ արձակեցին ինքը գնաց, իր գնալուց հետո ներքևում մեր շենքի դատապարտյալները մաքրություն են անում, այսպես վերևից լսում եմ ինչ են խոսում, ասում են դե Սյուզին գնաց, այն մեկը ասում է բա լուսոնում հետ է մնացել, ասում են դե սրբազանի, ասում են հա, այդպես երևի իրար մեջ սրբազան էին ասում ինձ, բայց առերես երբևէ այդպես չեն ասել, էլի միշտ Լիդիա են ասել կամ տիկին Լիդիա են ասել։ Լիդիան տանը ինչպիսին է։ Օրինակ ես ձեր տանն եմ եւ ես ձեր պատրաստած սուրճն եմ ուզում այսօր։ Արթուր ջան, ճիշտն ասած ես գրեթե 2 տարի է, 1.5 տարուց մի քիչ ավել, ես գրեթե տանը չեմ եղել, այնպես որ տանը ինչպիսին եմ, այո, մոռացել եմ, վերջի 5 ամիսն էլ ընդհանրապես ապրել եմ ուրիշ տեղ, կատակով մի բան եմ ասում, սուրճ էիք չէ ուզում, հա, կատակով մի բան եմ ասում, որ ինձ հարցնեն Հայաստանում որտեղ ես ապրել, ասել եմ Դիլիջանում ապրել եմ, Իջևանում ապրել եմ, Երևանում ապրել եմ եւ ապրել եմ Աբովյանում։ 5 ամիս Աբովյան քրեակատարողական հիմնարկում եմ ապրել։ Այնպես որ տանը շատ հնարավորություն կար կոֆե դնել, ոնց որ հիմա ենք դնում։ Հա, այսպեսի հենց այսպեսի բան ունեինք, ջազվե, որով պատրաստում էինք։ Այս բաժակ նայող կար։ Չէ։ Մեր խցում չկար, կարող է ուրիշ տեղ եղել, մենք չունեինք այտենց անձնավորությունը, որ բաժակ նայի։ Հիմա այս ջուրը որ բացեմ, մի քիչ կարող է ձայնը խանգարի։ Լիդիա, իսկ բանտում ամենազավեշտալի դեպքը որ կհիշես։ Իհարկե այնտեղ մարդիկ տարբեր են եւ տարբեր հոդվածներով են նստած, չէ՞։ Հիմա սա պատմեմ, եթե չուզենաք չդնեք։ Չէ, կարող եք հանգիստ պատմել։ Ուրեմն ինձ հետ նույն խցում եղած մի կին կար, ով բավական գեր է, 105 կիլո էր ինքը ու ինձնից մի քիչ ավելի կարճ, էլի։ Մի օր այդպես բան կա, ասենց լավ ապխտած հավի բդեր կան, դրանից էին բերել, նստած ուտում էինք, ինքը պատկերացեք, ասենց պոչից բռնած, ասենց մեծ ինչ-որ ասենց բուդ է ուտում։ Մեկը ասենց դռնակը բացեց, փոքրիկ դռնակ կա դռան վրա։ Ասեց Լուսինե ջան, բժշկի մոտ իջնում ես, մեկ էս Լուսինես այսենց այդ մեծ բուդը ձեռքը ասենց ժպտալով 105 կիլոգրամ ասենց թեքրեց նայեց այդ մարդուն, այս մարդը ասենց վայ հորս արև, այդ տեղի աշխատողներից էր էլի։ Փակեց ասեց չէ, ինքը չի կարա գա, մեկ ասեմ լավ հələ սպասեք, բացեմ տենամ աղջիկները տեղում են, կարող է մեզ էլ էր էլի կերել Լուսինեն։ Այդպես, չգիտեմ, կատակներ շատ են եղել, զավեշտալին չգիտեմ, բայց օրինակ եղել են շատ դեպքեր, որ ջերմանում ես էլի մի տեսակ հոգով, առաջի կիրակի օրն էր, որ այնտեղ էի, ես այն ժամանակ դեռ չգիտեի, որ սնունդը բաժանողները որ կան, մեր դատապարտյալ անձինք են էլի դա բաժանում,
այդպես դռնակը բացվեց, բուբուշն էր բաժանողը, ես հետո իմացա, որ ով է ինքը, էլի։ Շատ հոգատար անձնավորություն, մի 20 տարի է բանտում է ինքը, այդպես դուրս է գալիս, հետ գալիս, դուրս է գալիս, հետ գալիս, բայց շատ լավ մարդ է, էլի։ Ուրեմն ասեց, ինչ ես ուզում, սենց թվարկեց ինչեր կան։ Կաղամբի սալատ ունեին, մեկ էլ չախոբիլի, այդպես մի տեսակ սիրտս ուզեց այդ պահին, չնայած տնից շատ բան կար ուղարկած, բայց ասեցի վերցնեմ։ Իրենց տված այդ ալյումինի ամանը տվեցի, ասի լցրեք մեջը կաղամբի սալաթը, կողքը դրեք մի հատ չախոբիլի տվեք, ասենց ոնց, այս երախուն մի հատ աման եք տվել ընդամենը, հələ մի հատ աման բերեք, ասենց խառնեց բոլորին իրան, մի հատ երկրորդ աման բերեց, լցրեց այդ միտեղ կաղամբը, այն մեկը ասենց վերցրեց չախոբիլին, այն մյուս ամանից լցրեց մեջը, մեկը ասենց նայեց, ասենց սպասի Ազիզ ջան, ես այն բաժինն էլ եմ քեզ տալիս։ Իրա բաժին չախոբիլին է վերցրեց, լցրեց մեջը տվեց ինձ, դրանից հետո ճիշտ ասած ինձ էի հուզվել, որ չկարեցա էլ ուտեմ այդ չախոբիլին ու կաղամբը, բայց այդ հոգատարությունը, որ զգում էիր այնտեղի մարդկանց կողմից, շատ հուզիչ էր։ Մի մաղթանք ունեմ, շուտապույտ ազատագրություն մեր երկրին, որովհետև ցանկացած մարդ չի կարող որևէ մարդ Հայաստանում երջանիկ լինել, եթե ընդհանուրի երջանկությունը չկա։ Եթե այս արհավիրքի մեջ ենք ապրում, ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է իրեն բավարարված զգալ այս պետության մեջ ապրելով։ Շուտապույտ ազատագրում մեր հայրենիքին եւ մեր բոլոր քաղբանտարկյալներին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Դե շնորհակալություն։ Ավելի ուժեղացած պիտի լինենք մենք սրանից հետո։ Այսինքն պետության նշանակությունը գիտակցելով ենք մենք սրանից հետո կառուցելու մեր երազած պետությունը։